տևական ժամանակ է փաստաթղթի համաձայնեցումից հետո հատկապես չէր եղել դեմարտեմ որևէ հանդիպում։ Եթե տեղեկություններ ունեք, հայտնի է, որ Ադրբեջանը նախապայմաններ է հնչեցնում, եթե տեղեկություններ ունեք, արդյոք հաջողվել է այս շփումների ընթացքում որևէ առաջընթաց գրանցել։ Եվ հաջորդ հարցը, պարոն Սիմոնյան, Ադրբեջանից հայտարարություններ են հնչում, որ տարածաշրջանում որևէ երրորդ ուժի ռազմական ներկայություն այլևս անհրաժեշտ չէ եւ խաղաղության հաստատման համար նրանց դուրս բերման մասին են խոսում։ Սա ընդդիմությունը հայտնի է, որ նախկինում ադրբեջանական կողմը այս մասին խոսում էր նաեւ դիտորդների համատեքստում, բայց ընդդիմությունից հնչում են հայտարարություններ, որ այս նաեւ ռուսական ռազմաբազայի բերմանը։ Ես ուզում եի դուք հստակեցնեիք, արդյոք ադրբեջանական կողմը Հայաստանին ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու նաև պահանջ է ներկայացնում եւ առհասարակ կան այդպիսի քննարկումներ ռազմաբազայի մասով Բաքվի հետ։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, ես շատ կարճ, բայց ես առաջարկում եմ մեր ներքին եւ արտաքին հարցերի շուրջ, որոնք որ չի վերաբերում մեր գործընկերոջ Ես գործընկերոջ ճանապարհելուց հետո ես կմոտենամ ձեզ եւ ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ։ Դուք էլ պատրաստվեք, ես էլ պատրաստվեմ դրան։ Ինչ վերաբերում է ձեր ասած հարցին հանդիպման հետ կապված, ես այս բանի տեղեկություններ չունեմ եւ կարծում եմ մինչեւ ձեզ մոտենալը միգուցե կարողանամ որևիցե բան ճշտել եւ ձեզ տեղակ կպայեմ մնացածի հետ կապված նույնպես որևիցե տեղեկություն այս բանի չկա, հանդիպենք խոսենք, հա։ Տիկին նախագահ, քանի որ դուք կարևորեցիք խաղաղության հաստատման Επειδή αναφερθήκατε στην επίλυση της ειρήνης στην περιοχή και η χώρα σας μεσολαβούσε στο πλαίσιο της Ευρωπαϊκής Ένωσης για την εγκαθίδρυση της ειρήνης στην περιοχή. Πώς βλέπετε τον ρόλο σας, τι μπορείτε να διαδραματίζετε? Ουσιαστικά υπάρχει μια συμφωνία, ένα σχέδιο συμφωνίας, όμως η αζερική πλευρά αντί να υπογράψει την συμφωνία βάζει προϋποθέσεις. Πού βλέπετε τον ρόλο σας της χώρας σας, της Ευρωπαϊκής Ένωσης, έτσι όπου να το φέρουμε το Αζερμπαϊτζάν σε ένα επικοδημητικό πλαίσιο, να μπορέσουμε τελικά να υπογράψουμε αυτή την σύμφωνη, επειδή η Αρμενία έχει υιοθετήσει τον νόμο για την ένταξη στην Αρμενία. Եք Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կամ դրա համար հայկական կողմը ինչ քայլեր պետք է անի ըստ ձեզ? Շնորհակալություն։ Δεν υπάρχει άλλος τρόπος από την διπλωματία και την ειρήνη. Άρα εμείς στηρίζουμε με κάθε τρόπο την επίτευξη συμφωνίας. Մենք սատարում ենք յուրաքանչյուր կերպով խաղաղության պայմանագիրը երկրներն ու երկրների միջև դիվանագիտության շրջանակներում եւ այդ շրջանակներում երկու երկրները կարողանան ուզեմ վստահեցնել ձեզ տեսել եմ շատ փորձեր, ջանքեր, որոնք այդ ուղղությամբ արձանագրվում են, բայց հույսով եմ, որ ինչ ստորագրվի, պետք է նաև եւ կյանքի կոչվի։ Ընկեր Ալենը երբ որ մեզ տեղեկացրեց այն ջանքերի շուրջ, մենք էլ մեր կողմից հույս ունենք, որ հնարավորինս շուտ կարձանագրվի եւ իօքուտ իշակալի երկու երկրներ դա ել ավելի կամրապնդի։ Դա կօգնի նաև Հայաստանի Հանրապետության անդամակցությանը Եվրոպական միություն, ինչպես նաև եւ մնացած երկրների հետ։ Երբ որ կա խաղաղություն, յուրաքանչյուր երկրում ծաղկում է, զարգանում է, դուք դրա գիտեք դրա մասին։ Դա մեզ հարկավոր է եւ ողջ տարածաշրջանում, եւ դա մեզ հարկավոր է նաեւ Կիպրոսի դեպքում։ Ինչպես դուք գիտեք, Կիպրոսը արդեն 50 տարի է կիսված է, բաժանված։ Կիպրոսն էլ է մեկ օրինակ, որ պետք է հարկավոր է, որ լինի խաղաղություն, կայունություն եւ անվտանգություն։ Եվ դա մենք ցանկանում ենք նաեւ բարեկամ հայ ժողովրդին։ Հնարավորինս շուտ ցանկանում ենք լսել դրական արձագանք, առաջընթաց։
Եվ տարբեր միջազգային կառույցներում յուրաքանչյուր հնարավորությունների դեպքում մենք աջակցում ենք, սատարում ենք այդ խաղաղության պայմանագիրը երկու երկրների միջև։ Հաջորդակցության համար Պակրտիրի։ Շնորհակալություն Նարեկ Կիրակոսյան, հարցս ուղղում եմ երկու նախագահներին էլ։ Նշեցիք, որ քննարկել եք Հայաստանի եւ Կիպրոսի միջև համագործակցության մակարդակը հասցնել ռազմավարականի, կխնդրեմ մանրամասնել դա ինչ է նշանակում եւ արդյոք հնարավոր է Հայաստանի եւ Կիպրոսի միջև անվտանգային համագործակցություն, մասնավորապես սպառազինության հետ կապված։ Շնորհակալություն։ Ասեմ, պարոն Կիրակոսյան, որ Հայրենա։ Եվ մենք պարլամենտի ղեկավարներս քննարկելիս ռազմավարական գործընկերությունը առաջին հերթին դա նկատի ունեն։ Իսկ մանրամասները ենթադրում են իրար հետ համատեղ շահերի եւ համատեղ մարտավարության ձևավորում եւ համատեղ աշխատանքներ բոլոր միջազգային հարթակներում, այլ ավել մանրամասներ այս պայմանությամբ չեմ կարող բացահայտել, կարծում եմ գործընկերներ նման մանրամասներ կդժվարանա ասել, դա ենթադրում է նաեւ կոնկրետ փաստաթղթերով սահմանված փոխհարաբերակցության ձևաչափերի ֆիքսում, արձանագրում, ստորագրում, խորացում, միջպառլամենտական բարեկամական խմբերի համագործակցության մակարդակի փոփոխություն եւ այլն։ Ինչ վերաբերում է ձեր երկրորդ հարցին, պետք է ասեմ, որ մենք Կիպրոսի հետ բավականին վաղուց բոլոր հնարավոր իրավական առումով մեզ հնարավորություն տրված համագործակցությունը արդեն իսկ իրականացնում ենք եւ ակնհայտ է, որ այսօր վա միջազգային են մարտահրավերները, որոնք ունի օրինակ Կիպրոսը եւ ունի Հայաստանը, մենք լիակատար ընկալում ունենք եւ լիակատար աջակցում ենք եւ այդ աջակցությունը եւ համագործակցությունը նաեւ արտացոլվում է մեր համապատասխան գերատեսչությունների աշխատանքի եւ տրամաբանության մեջ։ If you have something to Νομίζω εξαιρετικά. Շատ լավ արձանագրեց ընկեր Ալենը, ինչպես եւ խորհրդանական մակարդակով, ինչպես մնացած գերատեսչությունը, պատկերացրեք, որ խորհրդանական համագործակցությունը բացում է դարպասներ, դռներ եւ հնարավորություն է տալի երկրներին ռազմավարական համագործակցության, այդ իսկ պատճառով մենք մասնակցում ենք տարբեր միջազգային հարթակներում միասին խորհրդանական ձևաչափով նաև պարոն Գյորգ Հավիսը, որը արտաքին հանձնաժողովի նախագահն եւ բարեկամական խմբի նախագահն է եւ այդ շրջանակներում մենք կարող ենք ել ավելի խորացնել մեր համագործակցությունը, ինչպես փորձի փոխանակման շրջանակներում, որտեղ որ մենք հնարավորություն ունենք ել ավելի խորացնելու մեր համագործակցությունը, մենք դա անում ենք, իսկ խորհրդաների միջև համագործակցությունը մենք ընդունեցինք առաջարկը ել ավելի խորացնելու եւ բարձրացնելու համագործակցությունը ռազմավարական մակարդակի